Բարև ձեզ, ես Նարեկ Սարգսյանն եմ, ես այսօր ձեզ համար կանեմ բնագիտական փորձեր, բայց մինչև փորձերին անցնելը նախ ասեմ, որ մեր շուրջը տեղի ունենում շատ փոփոխություններ, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, դրանք բնական երևույթներ են, բնական երևույթները լինում են երկու տեսակի, ֆիզիկական և քիմիական, այն նյութերը, որոնք չեն փոխարկվում մեկը մյուսին և չեն առաջացնում նոր նյութեր, բայց փոխում են նրանց ձևը, վիճակը, չափսը, դրանք ֆիզիկական երևույթներ են, դրանք լինում են օրինակ մեխանիկական, ձայնային, լուսային, էլեկտրական և մեխանիկական։ Իսկ այն նյութերը, որոնք փոխարկվում են մեկը մյուսին և առաջանում են նոր նյութեր, դրանք քիմիական երևույթներն են, օրինակ մետաղի ժանգոտումը կամ վառելիքի այրվելը, դրանք քիմիական երևույթներն են։ Իսկ փորձի համար մեզ անհրաժեշտ է հաց, տարայով լի ջուր, յոդ և փոքրիկ այսպիսի ջրով լի բաժակ։ Հիմա մենք պետք է հացը դնենք ջրի մեջ, որպեսզի նրա օսլան դուրս գա։ Այնուհետև պետք է քամենք։ Այստեղ ինքներդ կարող եք տեսնել, թե ինչքան օսլա է նա պարունակում։ Իսկ հիմա յոդը կավելացնենք բաժակի մեջ։ Եվ հիմա կտեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ահա կարող եք տեսնել, որ նա սևացավ, դա նշանակում է, թե հացի մեջ պարունակող օսլան ինչքան շատ է, նաև այդ նույն փորձը կարող ենք կատարել կեչուպով։ Երկրորդ փորձի համար մեզ անհրաժեշտ է պերեկից, մարգանցովկա, այսպիսի փոքրիկ բան կա, կրակայրիչ և փայտիկ։ Մենք հիմա պերեկիսը կլցնենք բանկայի մեջ։ Վրան կավելացնենք մարգանցովկա։ Ինչպես տեսնում եք, մարգանցովկա և պերեկիսի խառնուրդից առաջանում է մաքուր թթվածին։ Այն ստուգելու համար մենք հիմա կվառենք կրակը, կհանգցնենք և ինչպես տեսնում եք, նա նորից վառվեց։ Այսքան է, հաջողություն։